Ընդհանրապես եկեք խոսանք գիտակից մարդ երկու բառ ասեցիք, եկեք խոսանք մարդ բառից, որ մարդը ստեղ անելիք չունի, երբ որ իրանց մասին գոյ, չգիտեմ, էակ էլ չէ, շնչավոր, երկոտանի, ամեն ինչ, մարդ չկա։ Առավել եւս գիտակից մարդ, ուրեմն այն ինչ որ նա վերկացավ ասեց իրավաբան եմ, իրավապաշտպան եմ, մարդու իրավունքների պաշտպան, այն Մանասյանի պաշտոնն էլ ոնց որ վերցրեց, չէ ինչքան Հելսինկյան տենց կազմակերպություններ կա, մարդու իրավունքների դեկլարացիա գրելուց եմ մասնակցել 40 թվին, 30 թվին, բայց հարցնում են դատվածությունն ես, ասում է որն է, չգիտեմ, թվականին դատվածությունն ես, ասում է հավայ։ Հա, այսինքն հասկանում եք, սա մեր չէ, դատարանին է ձեռ առնում, դատարանին ձեռ առնում, ասում է ես իրավաբան եմ, ասում են դատվածությունն ես, ասում է այդ որն է։ Այսինքն սրանք բոլորը, գիտեք ինչ, ընդհանրապես պատերազմներից հետո, եթե շատ լուրջ խոսանք, այդ պոստտրավմատիկ սինդրոմը լինում է, բայց այս սրանցը չեմ կարծում էլի, որ դրա հետ է կապված։ Մենք ունենք պատերազմից առաջ էլ Ալ Կապոնեին տանջող անասունը, որ անասուն էլ չի, որ կապել էր եւ ինչ էր արել եւ հետույքներ բան մծրել, աչքերը վերջը վնասել էր, այս այդ ժամանակի պատերազմ չկար։ Սա գալիս է մեր ցածր մակարդակից եւ կարծում եմ շատ տղամարդիկ իրանց անկարողությունը սուբլիմացվում է այտենց վերաբերմունքի կենթանու նկատմամբ։ Իսկ կենթանապաշտպան կառույցները ինչպես կարող են ամեն դեպքում պայքարել այս դաժան դեպքերի տարածման դեմ։ Նախ պետք է լինի օրենք, առաջնային պետք է լինի օրենք եւ օրենք ոչ թե այն ինչ հիմա կա, որտեվ հիմա օրենք չկա։ Հիմա մի թեթև ուղղակի մեզ գործը հեշտացել է, որ կարող ենք ինչ-որ օրենսգրքով ինչ-որ բան ասենք։ Պետք է լինի օրենք կենթաների պաշտպանության, կենթանատերերի իրավունքների եւ պարտականությունների օրենք եւ արդեն եթե դա լինի, կսկսի ինչ-որ բան տեղից շարժվել։ Պետք է կրթեն երեխաներին եւ ծնողներին փոքր տարիքից։ Իսկ մեր պայքարը մենք 10 տարուց ավել ոնց կարում ենք պայքարում ենք։ Հնարավոր եւ անհնար ձևերով։ Թույլատրելի, անթույլատրելի։ Խառը կռիվ է, էլի։ Խառը կռիվ, այսինքն մենք բոլորս առանց ռեսուրսների բան պայքարում ենք։ Ու գիտեք ինչն է իմ համար ցավալի, երբ որ իրավապահ համակարգը փորձում է անտեսել ես ամեն ինչ, ինքը չի հասկանում, որ սա մի օր իր երեխաների, իր կենթանիների, ընդհանրապես նման հարևաններ ունեն, որ ես չեմ պատկերացնում, որ այսօրվա դատավորներից մեկը ուզենար մարզպետի կողքը ապրեր, որտեվ դա բանա պայթյունա վտանգ է, էլի։ Ոչ adekvat մարդ եւ այստեղ առիթից օգտվենք, ասենք որ վեդի քնչականին էլ մենք բոլորս դիմում ենք, որտեղ անջատված մաս կա այս գործից, որը վերաբերում է վերջինիս բլոնդ կնոջն ու տղային, տենց որ տենց լուրջ դեմքով գալիս էր դատարան կինը, որպես երևի մի իրավապաշտպան էլ վկա, այսինքն նա պիտի մեղադրյալի աթոռին նստի այդ տղայի հետ միասին, սա սրանց ընտանեկան եւ խմբակային դաժան վերաբերմունք ա եղել կենթանի նկատմամբ, վեդու քնչականում արդեն իսկ ամիսներ, հա, տարի է երևի, տարի է, ես չգիտեմ ինչն են քննում, չեմ կարծում, որ մարզպետի կնոջ տեղը անհայտ է, տղայի տեղը անհայտ է, թող ձայնանմուշներ վերցնեն եւ նույնականացնեն, որտեղ վիդեոյի մեջ կա այդ ձայները լսվում է, եւ տղայի եւ կնոջ ձայներն ասում, կնոջ դամաշնիկներն էլ ա երևում։ Իսկ եթե չանեն մի շաբաթվա 10 օրվա մեջ, մենք այցելենք, նորից կգրենք հաղորդում, ուղղակի խնդիրներ կստեղծենք, էլի վեդի քնչական այցելելու ֆորմայի մեջ կպահենք, որովհետև միայն մարզպետը չպիտի կրի պատիժ, պիտի կրեն բոլոր մասնակիցները եւ վերջը ուզում եմ հասկանամ դա դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք, որ վիդեոյում 3 հոգի են, մի հոգին է այստեղ։ Իմ համար էլ անհասկանալի։ Հանրության հանդեպ ի սկզբանե 3-ն էլ այս գործով անցնեին։